Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։ Բարև ձեզ, պարոն Այվազյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Այվազյան, մեկ շաբաթից ավելին է Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է, պատերազմը, եւ երեկ արդեն Միացյալ Նահանգները անմիջապես ներգրավվեց այդ պատերազմում եւ հրթիռներ արձակեց Իրանի ուղղությամբ միջուկային օբյեկտների վրա։ Ինչ սպասենք, ինչ զարգացումներ սպասենք, արդյոք կհաջողվի ամեն դեպքում գալ բանակցությունների սեղանին, որովհետեւ Միացյալ Նահանգներից հնչում է, որ սրանից հետո պետք է բանակցել, բայց Իրանի հակահարվածը կլինի, բանակցությունների սեղան կնստի, այսինքն ինչ զարգացումների սպասել։ Նախ պետք է հասկանանք, որ Միացյալ Նահանգների մտնելով այս պատերազմի մեջ, որը ի սկզբանե ամենայն հավանականությամբ ծրագրված էր, տարածաշրջանը մտցնում է շատ ավելի լայն ընդարձակ պատերազմական գործողությունների մեջ, քան մինչ այժմ տեղի էր ունենում Իսրայելի եւ Իրանի միջև այն օդային պատերազմը։ Ինչպիսի զարգացումներ կարելի է ակնկալել, բարդ է ասել, բայց հաստատապես պատերազմը չի ավարտվի այս հարվածով, այնպես ինչպես հայտարարում է, ցանկանում է Միացյալ Նահանգները, այդպես չի լինելու, որովհետև ոչ իրենք են իրենց խնդիրը լուծել, ոչ էլ Իրանն է պատասխան տվել իրենց, այնպես ինչպես ինքը ցանկանում է։ Որն է իրենց խնդիրը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների։ Սկզբում հայտարարվում էր, թե խնդիրը միայն Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումն է։ Իբր վախենում էին, որ Իրանը կստանա միջուկային զենք այն մշակումներից, աշխատանքից, որ կատարում էր իր տարբեր միջուկային օբյեկտներում։ Հետո սկսեցին տարածվել մի քանիսը պաշտոնյաներից եւ Իսրայելում եւ այսօր նույնիսկ նախագահ Տրամփը ԱՄՆ-ի հայտարարեց, որ այո, կարող է եւ ծրագիրը ռեժիմի փոփոխությունն է, իշխանափոխությունն է, այսինքն։ Եվ նույնիսկ մի տերմին հորինեց, որ մինչ այդ Միացյալ Նահանգներում ասում էին Make America Great Again, ասեց Make Iran Great Again, այսինքն դարձնենք Ամերիկան նորից հզոր, եկեք դարձնենք Իրանը նորից հզոր, ինչով է դարձնելու Իրանը հզոր, ոչնչացնելով այսօրվա իշխանությանը, ջարդուփշուր անելով երկիրը եւ իշխանափոխություն անելով, բնականաբար երկիրը դրանից հետո չի կարող հզորանալ, այլ կարող է հայտնվել, եթե իրենց հաջողվի Իրաքի կամ Լիբիայի կամ Սիրիայի նման մի իրավիճակում, այսինքն քանդվել, պառակտվել, մասնատվել, քաղաքացիական պատերազմ եւ այլն։ Այսինքն այնինչ հայտարարում են, այն չէ, ինչ որ իրականում ցանկանում են։ Իրականում այո, ցանկանում են, որպեսզի Իրանը որպես ուժեղ, անկախ պետություն ոչնչացվի, նրա փոխարեն բերեն Խամաչիկային ինչ որ կառավարություն, իդեմս օրինակ նախկին շահական ընտանիքի անդամի, որը իրենց այսպես դրածուն է այնտեղ եւ ինքն էլ է ցանկանում կոչ է անում Իրանի ժողովրդին ապստամբեք, ուրեմն նոր իշխանություն գա, հենց իրեն էլ երևի պատկերացնում է, բայց կարող են այլ ուժեր էլ գալ։ Մյուս տարբերակը, որ երկիրը պարզապես մասնատեն, դա հենց Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակն է նաեւ, որ հյուսիսային շրջանները Իրանի միացվեն իրենց Ադրբեջանին մասնավորապես, հայտարարելով, թե այնտեղ ապրում են ադրբեջանցիներ, հայտարարելով, որ մենք բաժանված ժողովուրդ ենք իբր եւ հիմա հա Իրանը պետք է Ադրբեջանը պետք է վերամիավորվի։ Ու պատահական չեն այն բոլոր զինավարժությունները, որ այսպիսի մեծ հաճախականությամբ անցկացվում են Նախիջևանում մի քանի տարի, ոչ միայն Նախիջևանում, Թուրքիայում, Ադրբեջանի մյուս շրջաններում, նրանք ոչ միայն Հայաստանի դեմ են նախապատրաստվում ռազմական գործողությունների, այլև հենց բուն Իրանի, եթե Իրանը սասանվեց, եթե Իրանի ուժերը թուլացան հյուսիսում կամ ընդհանրապես երկիրը հայտնվեց մի խառնաշփոթ վիճակում։ Այսինքն հարմար պահի է սպասում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այո, իհարկե, եւ այդ հաշվարկն էլ կա հենց Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ծրագրերում, որպեսզի այդ հարմար պահին
թուրքական եւ ադրբեջանական բանակները ներխուժեն Իրան եւ այդ զորքերով արդեն նրանք կռվեն Իրանի դեմ, որովհետեւ իրենք անձամբ ցամաքային զորքերով պատրաստ չեն կռվելու Իրանում, քանի որ կտան ահավոր մեծ կորուստներ, որոնց ոչ Իսրայելն է պատրաստ, ոչ հնարավորություն ունի, առանց այն էլ նա իր ճակատներն է հազիվ պահում, ոչ էլ Միացյալ Նահանգներն է այսօրվա դրությամբ պատրաստ հազարավոր զոհեր տալ իրանական հողի վրա։ Հենց այս պայդրությամբ Միացյալ Նահանգներում հարցում է անցկացվել, որ 80%, 85% բնակչության դեմ է արտահայտում Իրանի հետ պատերազմին։ Այսինքն այս քայլը, որ Թրամփը կատարեց, խոշոր հաշվով բոլորովին այսպես ժողովրդական համակրանք չի վայելում այս քայլը։ Եվ եթե հիմա պատերազմը շարունակվի, իսկ այն շարունակվելու է, Միացյալ Նահանգներում ավելի սրվելու է իրավիճակը հենց Թրամփի նախագահության վերաբերյալ, քանի որ հենց իրեն նախագահ դարձրած այդ էլեկտորատը դեմ է, այդ էլեկտորատի մեծամասնությունը, առնվազն 80%-ը դեմ է մտնելու մի նոր մեծ պատերազմի մեջ, այն էլ Մերձավոր Արևելքում, որի հետևանքները անկանխատեսելի են ու միայն կարող են բերել եւ տնտեսական ահռելի կորուստներ, ինքը Թրամփն էր միշտ մեղադրում Օբամային, Բայդենին, որ դուք ներքաշեցիք պատերազմների մեջ, ես երբեք չեմ թույլ տա, որ պատերազմ լինի, եթե ես լինեի։ Գումարներ են ծախսում դրանց համար։ Այո, եթե ես լինեի, երբեք պատերազմ չէր լինի, այս պատերազմի վրա այսքան տրիլիոն, Իրաքի պատերազմի վրա այսքան տրիլիոն դոլար է ծախսվել, այնտեղ այնքան է ծախսվել եւ այլն։ Իդեպ մեկ ամիս առաջ էլ նա մի մեծ ելույթ ունեցավ, ծրագրային ելույթ ունեցավ, որտեղ դարձյալ դատապարտում էր այդ պատերազմները Մերձավոր Արևելյան, որ Միացյալ Նահանգներն է մղել, ամենախիստ բառերով էր դատապարտում եւ կատարեց մի քայլ, որի դեմ ինքն էր հանդես գալի եւ նախկինում եւ ասում եմ ընդամենը մեկ ամիս առաջ է։ Հիմա հասկանանք ինչպես է լինելու նաեւ Իրանի պատասխանը։ Արդյոք ամերիկյան բազաներին է լինելու տարածաշրջանում գործող, այսինքն ինչպիսի պատասխան հարված կարելի է սպասել Իրանից, թե կրկին Իսրայելի հարվածները կլինեն։ Վստահաբար չեն կարող ասել ինչպիսի հաշվարկներ են կատարում, բայց եթե նրանք հիմա հարված են Միացյալ Նահանգների բազաներին, նավատորմին, որ իրենց առափնյաշրջաններին մոտ է, Պարսից ծոցում է եւ այլն։ Ուրեմն անմիջապես եւս մեկ ուժգին հարված կստանան հենց Միացյալ Նահանգների ուժերից, որ իրենց համար այնքան էլ հենց այս պահին ցանկալի չի լինելու։ Ես կարծում եմ նրանք դեռևս կկենտրոնանան Իսրայելին հարվածելու վրա, համարելով Իսրայելը որպես Միացյալ Նահանգների ամենամեծ, ամենաառաջավոր բազան Մերձավոր Արևելքում, այսինքն հարվածելով Իսրայելին, նրանք համարում են եւ հայտարարելու են, որ մենք հարվածում ենք Միացյալ Նահանգներին, իրականում այդպես էլ կա։ Եվ այդ դեպքում պատերազմը ձգվելու է ել ավելի երկար եւ այդ դեպքում ինչպիսի դիրքորոշում կընդունեն Վաշինգտոնում, արդյոք կորոշեն դարձյալ հարվածել Իրանին ուղղակիորեն, թե կսպասեն տեսնեն ինչ ընթացք է այս օդային հյուծող պատերազմը բերում Իսրայելի եւ Իրանի միջև։ Իսկ որ այդ պատերազմը Իսրայելի համար բացարձակապես ձեռնտու չի լինելու, այսինքն ձգվող պատերազմը, այս հյուծող պատերազմը այդ հարաբերականորեն Իրանի հետ համեմատած փոքր պետության համար բոլորովին ձեռնտու չէ, դրանում կասկած չկա, այսինքն որքան էլ նրանք հիմա հարվածեն Իրանին, այսօր էլ են հարվածել, երեկ էլ 24 ժամ հարվածում են, այս ռազմական օբյեկտին, այն ռազմական օբյեկտին դեռևս չեն անցել տնտեսական խոշոր նշանակություն ունեցող օբյեկտներին, օրինակ նավթարդյունաբերական այդ շրջաններին, գործարաններին, դրանց դեռ չեն անցել, բայց եթե շարունակվի, գուցե եւ անցնեն։ Նույնիսկ եթե հարվածեն դրանց, Իրանը դրանից չի պարտվելու։ Մեծ պետություն է, հասկանում եք, Իրանը իր տարածքով մի քիչ պետք է պատկերացնել։ Ուկրաինայից շատ 2 անգամ մեծ է, Ֆրանսիայից 3 անգամ է մեծ, ահռելի մի
տերություն է իր տարածքով 90 միլիոն բնակչությամբ, փորձառու հրամանատարություն ունեցող հզոր բանակով, որը ցույց է տվել, որ կարող է կռվել ամենազարգացած պետությունների, ուրեմն Իսրայելի եւ Իրանի այդ տեխնոլոգիապես իրեն որոշ հարցերում գերազանցող ուժերի դեմ։ Եվ մանավանդ որ ամեն օր Իսրայելը ստանում է հարվածներ, որոնք շատ զգայուն են, շատ ցավոտ են, արդեն 10-րդ օրն է Իսրայելը չի աշխատում։ Այդ երկիրը չի աշխատում, կանգնած է, հասկանում եք, պատերազմը սկսվել է հունիսի 13-ին, այսօր հունիսի 23-ն է, եւ այնտեղ ոչ դպրոցներ, ոչ գործարաններ նորմալ, ոչինչ նորմալ չի աշխատում։ Գուցե են անհրաժեշտության գործարանները հաց են արտադրում, հաստատ այդ խնդիրները լուծվում են, բայց միաժամանակ երկիրը կաթվածահար վիճակում է ընդհանուր առմամբ։ Գիշերները չեն քնում մարդիկ, շատերը արդեն սկսել են դուրս գալ Իսրայելից, ով ինչպես կարողանում է, տեղեկություններ կային, հենց իրենց այն յախտաներով են փորձում դեպի Կիպրոս գնալ, նույնիսկ ով կարողանում դեպի Եգիպտոս են դուրս գալիս, նավերով եւ այլն։ Այսինքն դատապարտված է այս պատերազմում Իսրայելը, իսկ եթե ամեն դեպքում, չնայած նշեցիք, որ Միացյալ Նահանգներում ժողովուրդ հենց դեմ է այս ծրագրին, բայց եթե Թրամփը ներգրավված լինի, մենք ինչ ենք տեսնելու, թե այդ տարբերակի սցենարը այդքան էլ հավանական չէ։ Չէ, հավանական է, որովհետև կարող է եւ նորից միանալ, նորից հարվածել, բայց դա էլ չի բերելու Իրանի պարտությանը։ Իրանը մի ճանապարհ ունի պարտվելու, եթե ներսից պայթի, քաոս ստեղծվի։ Եթե ներսից այդ էթնիկական եւ կրոնական խմբերը ապստամբական գործողություններ, լուրջ մեծ ապստամբություններ տեղի ունենան, օրինակ այս հյուսիսային շրջաններում հարելով Ադրբեջանին եւ Թուրքիային, քրդական այնտեղ տարածքներ կան հյուսիս արևմուտքում, դրանք իդեպ 70-ականների վերջ 80-ականների սկզբին իսկապես լուրջ ապստամբություն էր այնտեղ, որը շատ դաժանորեն ճնշվեց այն ժամանակ, այդ իսլամական հեղափոխության առաջի տարիներն էին, բելուջները Պակիստանի հետ սահմանին հարավ արևելքում ինչ որ գործողություններ եթե կատարեն, բայց այդտեղ ես կարծում եմ Պակիստանն էլ կմիջամտի, որպեսզի նման բան չլինի, որտեղ նրան էլ ձեռնտու չէ Իրանի փլուզումը, քանի որ Պակիստանը մտածում է, որ հաջորդը ինքն է լինելու, որպես հաջորդ հզոր մահմեդական պետություն, եւ ուշադրությունը արդեն կսևեռվի Պակիստանի ջախջախման վրա։ Սա է, իհարկե կան նաեւ հարավ-արևմուտքում արաբներ, նրանց վրա էլ որոշակի հույսեր ունեն, բայց մինչև այս պահը այդպիսի երևույթներ չեն նկատվել։ Բայց կան դժգոհություն ամեն դեպքում Իրանի ներսում կան ըմբոստ բավականին շատ խմբեր, այո։ Իհարկե, օրինակ ամենավտանգավոր խումբը ահաբեկչական խումբ, որ նույնիսկ ԱՄՆ պետդեպարտամենտի այդ ցանկում ահաբեկչական կար, Մոջահեդին խալկ ցախակողմյան կազմակերպությունն է, որը ամեն տարի Իրանում իրականացնում է մի շարք ահաբեկչական գործողություններ, ունի հարյուրավոր եւ հազարավոր անդամներ իրականում եւ Իրանում եւ Իրանից դուրս, դա մեկ եւ ուրիշները կան, այս կարող են այս բոլորին օգտագործելով եւ այդպես էլ իրականում արվել էր այն առաջի հարվածը, որ Իսրայելը հասցրեց, առաջին մի քանի օրը այսպես կետային հարվածները հասցվեցին ոչ թե ինքնաթիռներից կամ հրթիռներով, այլ Իրանի ներսում, ահա Մոսադի եւ արևմտյան մյուս հետախուզական կազմակերպությունների հավաքագրած այդ կազմակերպությունների Մոջադեհեդինե հալքի մյուսների, օրինակ 150 աֆղանացի էր ձերբակալվել, որոնք մասնակցել են այդ հարվածներին, որոնք հավաքագրվել էին, մեկ թուրք ձերբակալվեց, Թուրքիայի քաղաքացի եւ անմիջապես մահապատժի ենթարկվեց։ Շատ բան չի ասվում դեռևս գուցե ես կարծում եմ այնտեղ պետք է լինեն նաեւ Ադրբեջանից ներթափանցած տարրեր կամ Ադրբեջանի հետախուզության եւ Թուրքիայի հետախուզության հետ միասին, ուրեմն այնտեղից աշխատող գործակալներ, դրանց մի մասը արդեն իսկ չեզոքացվել է Իրանում եւ արդեն բարդ է այդպիսի կետային հարվածներով օպերացիաներ, գործողություններ կատարելը հաբեկչական,
Դեռ կան հաստատապես, բայց ես կարծում եմ դրանց թիվը գնալով պակասել է, որովհետև քանի որ ռազմական իրավիճակ է արդեն երկրում, բոլորը շատ ուշադիր են, այդ թվում ժողովուրդը, որը շատ շատերը զայրացած են եւ այսպես միաբանվել են իրանական պետականության գաղափարի շուրջը, անկախ նրանից նույնիսկ թե հավանում էին մինչ այս իշխանությանը, թե ոչ, հավանում էին անձամբ այաթոլլահ Խամենեին, թե ոչ, նույնիսկ այդ մարդիկ են այսօր մեծապես այսպես իրենց համար այն լիբերալ այսպես տրամադրություններ ունեցող մարդիկ իրենց մոտ տեղի ունեցել աշխարհայացքի զգալի փոփոխություն, քանի որ երկիրը պատերազմի մեջ է եւ շատերը նաեւ հասկանում են, որ եթե այսպես շարունակվի, հանգիստ չեն թողելու իրենց, այսինքն հարվածը հարվածի հետևից է գալու, թույլ չեն տալու, որ խաղաղություն լինի, ասեն դե լավ, հիմա միջուկային զենքից ազատվեք, հետո լավ կլինի, ել ձեզ բան չեն կանի։ Միջուկային զենքից կասեն ազատվեք, հետո կասեն, չէ, հիմա բալիստիկ հրթիռներից լրիվ ազատվեք, հետո կասեն հիմա բանակը կրճատեք, հետո կասեն այնպես ինչպես Ադրբեջանը արեց Հայաստանի հետ, եւ այնպես ինչպես նախազգուշացնում էինք։ Ես օրինակ շատ եմ նախազգուշացրել, որ այդ նոյեմբերի 9-ի պայմանագիր համաձայնագիրը 20 թվականի դրանով չի ավարտվելու, դա խաբուսիկ քայլ է, խափում են մեզ դրանով, դրանից հետո տեսանք, որ խախտվեցին բոլոր պայմանավորվածությունները, նույնը տեղի ունենալու Իրանի հետ, Իրանի ղեկավարությունը ավելի իմաստուն է, քան Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն էր այն ժամանակ եւ հիմա, եւ շատ լավ հասկանում է, որ դրա վրա կանգ չեն առնելու։ Եվ այդ պատճառով էլ դիմադրելու են մինչև վերջ։ Եթե Միացյալ Նահանգների նորից հարվածի, կարծում եմ արդեն անպայման ուղղակիորեն կխփեն ռազմաբազաներին, որոնք հեռու չեն Իրանի տարածքից, ավելի հեշտ է իրանց խփել այդ ռազմաբազաներին, դրանք տեղակայված են Քաթարում ամենամեծ բազան է, Քուվեյթում կա, Սաուդյան Արաբիայում կա, Օմանում կա ռազմական մի կետ ավելի շատ մեծ բազա չի, Հորդանանում կան, Թուրքիայում կան եւ Իրաքում կան, որտեղ Իրանը ունի դաշնակից ուժեր, աշխարհազորային, բայց շատ լավ, այսպես մարտական փորձ ունեցող ուժեր են, լավ էլ զինված են, նրանք արդեն իսկ նախազգուշացրել են, որ իրանք կարող են մտնել պատերազմի մեջ։ Նաև կան հուսիտները Եմենի, որոնք արդեն իսկ պատերազմի մեջ են եւ պարբերաբար հարվածում են Իսրայելին, հիմա էլ սպառնացել են, որ կխփեն ամերիկյան նավերին, որոնք անցնում են Կարմիր ծովով եւ այդ նեղուցով Բաբել Հորմուզի նեղուցով, որը Չէ, Հորմուզինով չէ, այն ներքևի Բաբել Մանդեբի նեղուցով։ Չէ, ես հիշեցի Հորմուզ նեղուցի, որովհետև նաև այդ մասին եղավ տեղեկատվություն, որ Իրանը փակում է Հորմուզի նեղուցը ոչ թե հուսիտները Եմենի, այլ Իրանը փակեց, դրա համար հիշեցի։ Այսպես հեշտությամբ կարող է փակել, որի դեպքում Միացյալ Նահանգները նույնպես դարձյալ կմտնեն խաղի մեջ նորից, որովհետև այդ նեղուցով անցնում է նավթային, ծովային առևտրի, համաշխարհային առևտրի շուրջ 30%-ը եւ շատերը այդտեղից կտուժեն, նավթը գինը կտրուկ կբարձրանան, որը բարձրացել է որոշակի չափով են բարձրացել, բայց դեռ չեն թռել այն ցուցանիշներին, որ կարող են թռնել հասնել, մինչեւ 200 կանխատեսում են որոշ օրինակ Իրաքի արտգործնախարարը 3 ասում էր մինչեւ $250-300 կարող է հասնել, այդ դեպքում Միացյալ Նահանգներում էլ բենզինի գինը կարող է թռնել հասնել, ես չգիտեմ որտեղ, դրանից արդեն Միացյալ Նահանգներում կարող է ապստամբություն լինել Թրամփի դեմ, որովհետև մարդիկ այնտեղ բոլորը, ինչպես գիտեք, մեքենաներով են մեծ մասը, այլ հասարակական տրանսպորտ ասած ավելի գոյություն չունի, շատ քիչ տեղերում կա։ Եվ Հորմուզի միջանցքը կարող են փակել, ունեն այդ հնարավորությունները, այնտեղ նեղ հատվածը մոտ 50 կիլոմետր է, Իրանը ունի եւ կարող է ականապատել եւ իր սուզանավերով, մոտ 25 սուզանավ ունի, մի մասը փոքր սուզանավեր են, դրանց արդյունավետությունը մինչեւ այսօր պարզ չէ, բայց կարող են թակառակը շատ արդյունավետ լինեն, քանի որ փոքր են։ Ակնեք, պարոն Այվազյան, ես ճիշտ եմ հասկանում, որ եթե երկարատև պատերազմը լինի, Իրանը պատրաստ է դրա մեջ ներգրավել եւ պայքարել, դիմակայել։ Այ Իսրայելի դեպքում արդեն ժամկետի հարց է։ Այո, որովհետեւ յուրաքանչյուր հրթիռի հարվածը իրանական բերում է ահավոր մեծ
վնասների Իսրայելին, մանավանդ այդ թրթիռները լավ էլ ճշգրիտ ընկնում են։ Օրինակ հենց այսօր առավոտյան խփել էին էլեկտրակայանի էին խփել հարավում Իսրայելի, Աշտոտում կարծեմ, Աշտոտի կողմերը, եւ այնտեղ էլեկտրականությունը խափանվել էր։ Այդ թիրախները խոցվել են Թել Ավիվի կենտրոնում, Հայֆայում, Հայֆայի նավահանգստում, Հայֆայի մեծ նավթարդյունաբերական գործարանում, որը նավթմշակող գործարանում, որը երկուսից մեկն է Իսրայելում, որ չի գործում արդեն մեկ շաբաթից ավելի է, վնասները շատ մեծ են։ Իսրայելը չի կարող դիմանալ երկար առումով եւ հիմա տեսեք ինչ տեղի ունեցավ։ Միացյալ Նահանգների հարվածից հետո երեք Իրանը առավոտյան էլ ավելի արդյունավետ կերպով խոցեց իսրայելյան թիրախները։ Այնտեղ թաղամասերը, որ ոչնչացվել էին, ամեն ինչը չեն ցուցադրում, որոշ կադրեր են ցուցադրում, Իսրայելում սահմանված է նույնիսկ պատիժ, բանտ են նետելու մարդկանց, ովքեր նկարահանեն սոցցանցերում դնեն ինչ պատիժ է։ Այո, բացարձակապես չեն ցուցադրում բնականաբար ռազմական օբյեկտներին հարվածների հետևանքները, բայց նաև մյուս նույնիսկ քաղաքացիական շատ օբյեկտների մենք չենք տեսել։ Այն ինչ որ տեսել ենք եւ դա սարսափելի պատկերներ են։ Այսօրվա դրությամբ Թել Ավիվի եւ Հայֆայի զգալի հատվածներ վերածվել են ավերակների եւ ամեն օրը այդ ավերակները շատացնելու է, հասկանում եք, եթե այսպես ցկվի եւս 10-15 օր, Թել Ավիվն ու Հայֆան վերածվելու են ավերակի, մի կույտերի են, ավերակների կույտերի են վերածվելու, դրանից հետո ինչ հաղթանակի մասին Նեթանյահուն կարող է խոսել։ Ինչ հաղթանակ, եթե քո գլխավոր քաղաքները երկու վերածվել են, չգիտեմ ինչի։ Որտեղ գիտեք, Իսրայելի ժողովուրդը պատրաստ չէ այսպիսի պատերազմի, հոգեբանորեն պատրաստ չէ։ Նրանք վերջին անգամ բանակի պետության, ինչ որ բանակի դեմ պատերազմ մղել են 73 թվականին Սիրիայի եւ Եգիպտոսի դեմ եւ նրանց աջակցող մի շարք արաբական պետություններ կային։ Այդ պատերազմը տևել է 19 օր։ Դրանից առաջ նմանատիպ մի պատերազմ եղել է 67 թվականին, տևել է 6 օր։ Նրանք սովոր են այսպիսի պատերազմների, բայց սա արդեն այն սերունդը չէ, որ 73 թվականին կռվել է։ Սա այն նույն սպառողական սերունդն է, որը ամբողջ աշխարհում է տարածվել։ Եվ Իսրայելը 73 թվականից հետո սովորել է վարել պատերազմներ աշխարհազորային ուժերի դեմ, ճիշտ է, Հեզբոլահը եւ որոշ ուժեր Պաղեստինյան բավականին արդյունավետ էին, բայց դրանք պետության բանակ չէին, դրանք չունեին ավիացիա, դրանք չունեին ծանր հրետանի, դրանք չունեին հրթիռային համակարգեր, խոշոր եւ այլն։ Դրանք խմբավորումներ էին, դրանց դեմ էլ չկարացավ իդեպ 2000-ականներին կռվել եւ հաղթել այսպես վճռական կերպով 2006-ի պատերազմը Հեզբոլայի դեմ, Լիբանանի դեմ կարելի ասել ավարտվեց ոչ ոքի, որից հետո այս վերջին պատերազմում այո մեծ վնասներ պատճառեցին Հեզբոլային, բայց Հեզբոլահը կա եւ կարող է յուրաքանչյուր պահին նորից մտնել խաղի մեջ, ճիշտ է, շատ մեծ վնասներ, հարվածներ է կրել, հրամանատարությունն ամբողջությամբ ղեկավարությունը ոչնչացվել է, բայց փոխարինվել են այդ մարդիկ։ Հեզբոլայի խնդիրն այն է, որ ունի մատակարարման ուղի, առաջ Հեզբոլահը մատակարարվում էր Սիրիայի միջոցով, այսինքն Իրաք, Սիրիայով տարվում էր, հիմա այդ ուղիները, քանի որ Սիրիան ամբողջությամբ ջախջախվեց եւ այնտեղ դրվեց Թուրքիայի դրածոն եւ Իսրայելի դրածոն, այնտեղից չի կարող Իրանը մատակարարել Հեզբոլային։ Դրա համար Հեզբոլահը շատ ավելի զգուշ է այս պահի դրությամբ եւ չի կատարում այսպիսի լայնածավալ հարձակումներ, բայց կարող է նաեւ կատարել։ Այս պատերազմի ընթացքում, պարոն Այվազյան, բոլորը շատ հետաքրքիր էր, թե արդյոք Ադրբեջանը պահից կօգտվի եւ Հայաստանի դեմ գործողություններ կանի։ Հայտնի է, որ իսրայելական մեծ զենքեր են կուտակված Ադրբեջանում եւ նույնը Արցախի օկուպացված տարածքներում եւս այդ զինամթերքը կա։ Որ պարագայում կարող է Ադրբեջանը խաղի մեջ մտնել լավ Իրանի դեմ եւ որ պարագայում կամ հնարավոր է արդյոք տարբերակ, որ Հայաստանի դեմ Ադրբեջանը գործողություններ իրականացնի։ Ես այդ մասին դեռ մինչև պատերազմի սկսվելը շատ անգամ եմ ասել վերջին 1-2 տարվա ընթացքում։ Այն պահին, երբ տեսնի, որ Իրանը սասանվեց, երբ տեսնի, որ Իրանում խառնաշփոթ է, բանակը լավ չի աշխատում,
այնտեղ ինչ որ խժդժություններ են եւ այդ պահին կհարցակվի եւ Հայաստանի վրա առաջին հերթին Սյունիքը կփորձի գրավել եւ գուցե ուրիշ հատվածները, մենք չգիտենք թե ինչ կփորձի Սյունիքը, որ հաստատ կփորձի գրավել։ Եվ գուցե նաեւ մտնի Իրան։ Այդ բանը շատ լավ հասկանում են Իրանում եւ համարում են, որ Հայաստանը արդեն իսկ իրենց համար ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ գրավելով Հայաստանի հարավային մասը, թեկուզ այդ մասը եթե վերցնենք միայն, Իրանը կտրվում է իր հյուսիսային սահմաններից Եվրոպայի հետ կապից, իր հյուսիսային սահմաններով եւ Ռուսաստանի հետ կապից, քանի որ դա անցնում է լրիվ նատոյական Թուրքիային եւ նրա սատելիտ Ադրբեջանին։ Դրանից այդ պատճառով նրանք դիտում են Հայաստանի պաշտպանությունը որպես Իրանի պաշտպանություն։ Մի բան, որ Հայաստանում դարձյալ համեմատություն անեմ մեր այսօրվա ռազմավարական առումով տգետ կարելի ասել իշխանությունների հետ, այդ համեմատությունը պետք է անել, նրանք չէին հասկանում, որ կորցնելով Արցախը Հայաստանը ինքն է հայտնվելու այնպիսի ծանր վիճակում, որ տեսնում ենք, թե ինչպիսի զիջեմների է գնում հերթով այս հարցում, մյուս հարցում, մյուս հարցում, մյուս հարցում։ Այսինքն այն վահանի դերը, որ Արցախը կատարում էր Հայաստանի համար, Հայաստանը շատ առումներով կատարում է Իրանի համար։ Իսկ Իրանը դա հասկանում է, եւ եթե հարձակում լինի Հայաստանի վրա, նա հասկանում է, որ դա հարձակում է ոչ միայն Հայաստանի վրա, դա հարձակում է իր վրա։ Մնում է միայն հուսալ, որ կանգուն կմնա Իրանը եւ թույլ չի տա այդպիսի մի ուրեմն իր պետության մեջ այդպիսի քայքայում, բայց պետք է հիշենք այստեղ, որ Իրանը կարող է ինքը հարվածել Ադրբեջանին եւ այժմ այդպիսի խնդիրը սկսել է քննարկվել, այդ խնդիրը սկսել է քննարկվել այնտեղ բավականին այսպես բացահայտ խոսում են, քանի որ արդեն տեղեկություններ կան, որ Ադրբեջանում կառուցված բազմաթիվ օդանավակայաններ կան, այս 4 օդանավակայան միայն ազատագրված մեր կողմից ազատագրված, իսկ հիմա նրանց կողմից բռնազավթված տարածքներում 4 օդանավակայան գոյություն ունի, 3-ը նոր է կառուցվել, մեկը Ստեփանակերտի օդանավակայանն է։ Ինչ իմաստ ուներ այդ դատարկ տարածքներում կառուցել օդանավակայաններ։ Եվ տեղեկություններ կան, որ այդտեղից թռնում են եւ դրոններ, ռազմական աթսներ հարվածում են Իրանին, հատկապես հյուսիսային շրջաններին, Թավիզի շրջանին, Արդեբելի շրջանին, ինչպես նաեւ իսրայելյան կործանիչները, քանի որ բավական հեռու է Իսրայելը, իջնում են, վերալիցքավորվում են եւ կամ վերադառնում են այնտեղից Իսրայել այլ ճանապարհով, գուցե Թուրքիայի վրայով, Թուրքիան էլ կարող է աչք փակել այդ ամեն ինչի վրա, կամ գուցե նորից հարվածում են Իրանին։ Այս պատճառով Իրանը վաղ թե շուտ պատասխան տալու է։ Պարզապես այս պահին այդ պատասխանը իրեն ձեռնտու չի լինի տա Ադրբեջանին, քանի որ միանգամից եւս մեկ ճակատ կբացվի, իսկ նրան ձեռնտու չէ, այս պահին ունի արդեն իսկ Իսրայել, Միացյալ Նահանգներ, իսկ հիմա նաեւ ուրեմն Ադրբեջան եւ Թուրքիա, որտեղ Ադրբեջանը միաժամանակ նշանակում է Թուրքիայի հետ միասին է այդ ամեն ինչը անում։ Ոչ մի քայլ Ադրբեջանը առանց Թուրքիայի հետ համաձայնեցնելու չի անում։ Ես ուզում եմ սա ընդգծել, մեզանում վերջին 30 տարին անընդհատ տարբեր վերլուծաբաններ, ճակերտավոր ասում էին, թե ահա Ադրբեջանի շահերը այլ են, Թուրքիայի շահերը այլ են, Թուրքիան այսպես է ուզում, Հայաստանի հետ մի քիչ ավելի մեղմ է ուզում վարվել, Ադրբեջանը ավելի խիստ է, թույլ չի տալի Թուրքիային, այդ ամենը հեքիաթներ են։ Այնտեղ թելադրողը նախ եւ առաջ Թուրքիան է եւ երկուսն էլ ցանկանում են մեկ բան՝ ոչնչացնել Հայաստանը։ Երբևէ նրանց մեջ այս հարցում գժտություն չի եղել եւ չի կանխատեսվում։ Ցավոք սրտի։ Այս իրավիճակում նաև հետաքրքիր է, թե ինչպես է իրեն դրսևորելու նաև Ռուսաստանը, տեղեկություն եղավ, որ այսօր Պուտինի հետ հանդիպելու է արտգործնախարարը Իրանի եւ մամուլի խոսնակը նախագահի ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևերով օգնել Իրանին մերձավոր արևելքում լարվածության սրման պայմաններում։ Դա մեծապես կախված է Թեհրանի սեփական խնդրանքներից։ Պեսկովը նաև ասել է, որ
Մենք մեր դիրքորոշումն ենք հայտնել, սա նույնպես շատ կարևոր դրսևորում է իրանական կողմին աջակցության մի ձև, այնուհետև ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ պետք է Իրանին հիմա։ Ինչպես է Ռուսաստանի դիրքորոշումը դրսևորվելու։ Նախ որպեսզի ավելի լայն մի քիչ պատկերացնենք, խնդիրը ոչ միայն Ռուսաստանի դիրքորոշումն է, սա կարևոր հարց է, բայց Իրանին կարող են աջակցել եւ դիրքորոշումը նրանց նույնպես շատ կարեւոր է այնպիսի պետություններ, ինչպիսին Չինաստանն է նախև առաջ, ինչպես նաեւ Պակիստանը։ Ուրեմն գանք նախ Ռուսաստանին, հետո մի փոքր նաեւ խոսենք Չինաստանի, Պակիստանի մասով, որովհետեւ շատ կարեւոր է, չի կարելի անջատել այս, որովհետեւ Չինաստանը եւ Ռուսաստանը իրենց գործողությունները համաձայնեցնելու են Իրանի հարցով։ Ու նաեւ Պակիստանի հետ են նաև համաձայնեցնելու, Պակիստանն էլ Չինաստանի ամենամերձավոր դաշնակիցն է տասնամյակներ շարունակ, քանի որ երկուսն էլ խնդիր ունեն Հնդկաստանի հետ։ Ռուսաստանը, տեսեք, երկու այսպես տեսակետ հայտնեցին։ Մեկը նախագահ Պուտինը հայտնեց, որ մենք չենք կարող այսպես բացահայտ օգնել Իրանին, ակնարկեց ավելի շատ, քանի որ ունենք 2 միլիոն ռուսախոս բնակչություն, Իսրայելը կարելի է ասել այնտեղ ռուսախոս երկիր է եւ այլն, այսպիսի պատճառաբանություններ, որոնք այնքան էլ լուրջ չեն, քանի որ Ուկրաինայում էլ ունեին 40 միլիոնանոց ռուսախոս բնակչություն, բայց դա չխանգարեց, որպեսզի Ուկրաինայի հետ կատարվի այն, ինչ հիմա կատարվում է։ Դա մի դիրքորոշումն է, որը ավելի պրո-իսրայելյան էր կամ չեզոք։ Երկրորդ դիրքորոշումը երեք հայտնեց նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր առանձին գրառմամբ, որտեղ 8 կետ կար, այդ 8 կետերը հիմա ես չեմ ուզում թվարկել, ասաց, թե Միացյալ Նահանգները իր հարվածով Իրանին ոչնչի չհասավ եւ թվարկեց ընդհակառակը բացասական հետևանքները եւ ամենակարևորը երրորդ կետն էր, որտեղ ասաց, որ այժմ այս հարվածից հետո Միացյալ Նահանգների Իրանին մի շարք պետություններ պատրաստ են փոխանցել միջուկային զենք, ովքեր կարող են լինել այդ մի շարք պետությունները։ Նախ աշխարհում մի քանի պետություն կա ընդհանրապես, որ ունի միջուկային զենք, այդ պետությունների մի մասը բնականաբար արևմտյան երկրներն են, որոնք չեն տա, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան, դրանք չեն տալու։ Ուրեմն մնում է Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը եւ Հյուսիսային Կորեան։ Այս 4 պետություններին նա նկատի ուներ, այս 4 որևէ մեկը կարող է փոխանցել Իրանին միջուկային զենք։ Իհարկե չհայտարարելով, որ փոխանցեցի, ինչ որ ձևով հասցնելով այնտեղ, որից հետո Իրանը կասի, թե ես եմ արտադրել այդ զենքը եւ հիմա պատրաստ եմ կիրառելու իմ թշնամիների դեմ, եթե համարձակվեն շարունակել այս ագրեսիան։ Սա շատ կարևոր ուրեմն հայտարարություն էր։ Ինչու է Ռուսաստանը այսպիսի հայտարարություն անում։ Ես կարծում եմ Ռուսաստանը փորձում է կորզել Միացյալ Նահանգներից մեծ զիջումներ Ուկրաինայի հարցում, այսինքն այսպես արմատական զիջումներ է փորձում կորզել, որպեսզի Միացյալ Նահանգները Թրամփը հայտարարի, որ վերջ, այսուհետև ոչ մի օգնություն Ուկրաինային չի ցուցադրվելու, նաև ճնշում բանեցնի իր եվրոպական դաշնակիցների վրա, որոնք նույնպես այդ օգնությունից հրաժարվեն Ուկրաինային մատուցելուց եւ կարողանա նաև վստահ լինել, որ այդ հայտարարությունները ու խոստումները կկատարվեն։ Դրանք կարող է լինեն գրավոր տեսքով, թե չգիտեմ, հանդիպումով Պուտինի եւ Թրամփի եւ այլն։ Սա է ակնկալում Ռուսաստանը Միացյալ Նահանգներից։ Եթե չստացավ, ապա կօգնի, որտեղ ինչպես է Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը օգնում Ուկրաինային Ռուսաստանի դեմ, այնպես էլ ինքը կօգնի Իրանին հրաշալի առիթ է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմ։ Ընդ որում անպայման չի միջուկային զենքով օգնի, Իրանին ինչ է պետք այսօր ամենից առավել։ Հակաօդային պաշտպանության միջոցներ։ Առաջին հերթին, եթե կարողացավ այնտեղ հասցնել եւ կարող է, եթե ուզենա, Չինաստանի հետ էլ համաձայնեցնելով, Պակիստանի հետ էլ, այս ճանապարհով կամ այն ճանապարհով, Պակիստանը ունի ցամաքային սահման Իրանի հետ, կարող են հասցնել այնտեղ 10, 20, 30 հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներ, որոնք եթե սկսեցին արդեն աշխատել, ընդ որում կարող են ուղարկել իրենց անձնակազմերով, այնպես ինչպես ժամանակին անում էր Խորհրդային Միությունը, իրենց անձնակազմերով հոպի այդ կայանքներն ուղարկում էր, Սիրիան երբ պատերազմ էր մղում Իսրայելի դեմ, նաև Սիրիայում էին, Եգիպտոսում էին, Վիետնամում են եղել ժամանակին,
որտեղ ժամանակ չկա, մինչև այդ կայանքները գան, մինչև իրանական անձնակազմներին սովորացնեն եւ այլն։ Եվ եթե դրանից հետո արդեն սկսեն խոցվել իսրայելյան եւ ամերիկյան ինքնաթիռները, այդ ռմբակոծությունները Իրանի վրա կտրուկ կդադարեն, կտրուկ կպակասեն եւ այդ կորուստները դարձյալ այնտեղ իսկապես գերի կընկնեն ամերիկացի եւ իսրայելացի օդաչուներ մեծ հոգեբանական ազդեցություն գործեն իսրայելական եւ ամերիկյան հասարակությունների վրա։ Թեև հիմա Իրանը հայտարարել է, որ ինչ-որ մի օդաչու ձերբակալել են, պետք է ցույց տային, դեռ մինչև այսօր ցույց չեն տվել հարցաքննությունը, տեսնենք, ցույց տան ձերբակալել են թե ոչ։ Ուրեմն սա է Ռուսաստանի պահը այստեղ։ Այսինքն այս ամեն ինչից է կախված նաև ռուս-ուկրաինական ճակատում ինչ կլինի, որովհետև եթե հիմա գործընթացներ են գնում, գործարքներ են գնում կամ քաղաքական առևտուր է գնում, դա պայմանավորված կլինի նաև ելքով ռուս-ուկրաինական ճակատում։ Իհարկե, որովհետև եթե Ուկրաինան զրկվի այն աջակցությունից, այն ռազմական մեծ օգնությունից, որ ստանում է Միացյալ Նահանգներից եւ Արևմուտքից, պարտված է միանգամից է պարտված։ Բայց պետք է մի բան էլ հասկանալ, որ ամեն դեպքում Ռուսաստանը թույլ չի տա, պետք է որ, այսինքն այսպես պետք է մտածենք, որքան էլ Ուկրաինայում զիջումներ կատարվեն, Ռուսաստանին ձեռնտու չի լինելու Իրանի կործանումը ամբողջական եւ Իրանում նոր Լիբիայի կամ նոր Իրաքի ստեղծումը, քաղաքակրթական պատերազմ, երկարաժամկետ եւ այլն, որովհետեւ դա իր հարավային սահմաններին անմիջապես կից տարածաշրջանի, այսր Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի կամ Միջին Ասիայի պետություններին եւ երկրներին է վերաբերում, այսինքն Իրանից կարող են լցվել միլիոններով մարդիկ այդ երկրները այնտեղից ուղղվեն Ռուսաստան, այդ երկրներն էլ ապակայունացվեն, այնտեղ էլ սկսվեն գժտություններ, կռիվներ եւ հետո այդ ամեն ինչը լցվի Ռուսաստանի գլխին։ Այսինքն եթե Ռուսաստանում հաշվարկներ են կատարում, նրանց Իրանի կործանումը ձեռնտու չի որևէ կերպ 100%։ Նույն բանը կարելի ասել Չինաստանի մասին, որի համար այդ իր մետաքսյա ճանապարհը Իրանը շատ կարևոր օղակ է, դա մի կողմից, մյուս կողմից Չինաստանը Իրանից ստանում է իր նավթի մոտ 10 թե 15%-ը, ստանում է այդ նույն Պարսից ծոցից դարձյալ մեծ թվով նավթ եւ դարձյալ իրեն ձեռնտու չի լինելու այնտեղ արևմուտքի ամբողջական վերահսկողությունը։ Եթե արևմուտքը կարողացավ այնպես, ինչպես ուրեմն այլ տեղերում այսպիսի վերահսկողություն հաստատի, անմիջապես մոտենում է իր սահմաններին, որից հետո ինքն էլ պետք է անհանգստանա շատ, քանի որ ունի բազմաթիվ խնդիրներ, Թայվանի խնդիրն է եւ այլն, եթե կարողացան հարվածել այսպես արդյունավետորեն Իրանին ոչնչացնել, ուրեմն ինչու չեն հարվածելու մի օր նաեւ հենց իրեն, եթե փորձի օրինակ Թայվանը ազատագրել, միացնել իրեն եւ այլն եւ այլն։ Պակիստանը, ասացի արդեն, Չինաստանի շատ մոտ դաշնակիցն է, նրանք ունեն ռազմական դաշինք, միշտ էլ աջակցել է Պակիստանին ընդդեմ Հնդկաստանի եւ այդ առումով էլ նրան կարծում եմ պետք է որ այդքան ձեռնտու, այսինքն պետք է որ վախենա այդպիսի մի ելքից, թեև կա մի ուրիշ հաշվարկ էլ, որ Իրանը Չինաստանը կարող է գուցե տակից շագրգռված լինել, որպեսզի Ռուսաստանը թուլանա այդ թուրքախոս զանգվածի ճնշման տակ, որից հետո Չինաստանը կարողանա գրավել Սիբիրը կամ Սիբիրի մի մասը եւ այդպիսով ապահովել իր համար այն ամբողջը, ինչը ինքը այսօր ներկրում է եւ տարածք կարող է ապահովել եւ այդ հանքային միջոցները, ամեն ինչ, նավթ, գազ, ոսկի, ամեն ինչ Սիբիրում կա եւ ամենակարևորը տարածք։ Այսինքն դա մի քիչ ավելի այսպես հեռահար հաշվարկ է, այդպիսի հաշվարկ էլ Չինաստանում կարող է լինել շատ գաղտնի, բայց հիմա հաստատ ասել ոչ ոք չի կարող։ Ամենայն դեպս Չինաստանը Ադրբեջանի հարցում հանդես եկավ Ադրբեջանի կողմից, թեև առանց բարձրահայտ հայտարարությունների, բայց մենք տեսանք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, երբ երկու անգամ քննարկում եղավ Արցախի հարցով, երկու անգամ էլ Չինաստանի դեսպանը փաստացիորեն հանդես եկավ ոչ հայամետ հայտարարություններով, այլ այդ ամբողջ այդ ելույթները, հայտարարությունները ավելի շատ ավելի հստակ աջակցում էին Ադրբեջանին, առանց այսպես բացահայտ
երևալու, բայց փաստացիորեն այդպես էր։ Իսկ ինչու դա նշանակում է, որ որոշակի հաշվարկ կա, որ ինքը կարող է թուրքախոս այդ զանգվածների հետ լինել, այսպես կարողանալ համագործակցել, թեև ունի ուйղուրական խնդիր իր հյուսիս արևելքում։ Ունի պլան A եւ պլան B։ Այո, Չինաստանի պահը մի քիչ ավելի այսպես անհասկանալի է, նրանք ավելի հեռահար կարող են մտածել, 50-100 տարվա հաշվարկներ կարող են անել, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ հաշվարկները ցավոք սրտի ռազմավարական չեն, ինչպես մենք տեսանք նաև մեր պարագայում, Արցախի կորստից հետո Հայաստանի փաստորեն այսպիսի ջախջախումից հետո մենք տեսանք, թե ինչպես Ռուսաստանի դիրքերը թուլացան եւ Ադրբեջանում, որ այսօր մատ է թափ տալիս Մոսկվայի վրա, եւ Միջին Ասիայում, որը նայում եւ սովորում է Ադրբեջանից, թե ինչպես պետք է Ռուսաստանի հետ նա վարվի։ Այնպես որ իրավիճակը շատ խառն է, տեսեք Հնդկաստանը մեզ է աջակցում, միաժամանակ Հնդկաստանը Իսրայելի դաշնակիցն է, ոչ ուղղակի դաշնակիցն է, բայց այնուամենայնիվ տասնամյակներով դաշինք ունի եւ այդպես բացահայտորեն հիմա հանդես չի գալի ի պաշտպանություն Իրանի։ Այսպիսի իրավիճակ է այս մերձավոր արևելյան եւ արևմտյան Ասիայի այս տարածաշրջանում շատ խառը իրավիճակ է։ Այսպիսի ժամանակներ եղել են, օրինակ խաչակրաց արշավանքների ժամանակ, եթե նայեք մեր այս տարածաշրջանին, կտեսնեիք անհավատալի դաշինքներ կային այսպես։ Հայերը դաշնակցում էին մահմեդական ուժերի դեմ, ընդդեմ չգիտեմ քրիստոնյաների, նույնիսկ այդպիսի պահեր են եղել Բյուզանդիայի կամ կար հայերը դաշնակցում են մոնղոլների դեմ, ընդդեմ արաբների եւ այլն, այսպես խառը պատմություններ են։ Հիմա կարծես հասել ենք այդպիսի մի նմանատիպ իրավիճակի, բավական խառն է, դաշինքները փոփոխվում են շատ արագ, անկայուն է, իրավիճակը միջազգային իրավունքը նահանջել է եւ տապալվել է, հատկապես այս տարածաշրջանում, այստեղ գործում է բիրտ ռազմական ուժի իրավունքը, այն ինչը իդեպ մի քանի անգամ ասաց Ալիևը, որ այլևս միջազգային իրավունքը չի գործում է բիրտ ուժի իրավունքը եւ այն ինչը Հայաստանի Հանրապետության իշխանությունը համառորեն չի ուզում հասկանալ, համառորեն չի մոբիլիզացնում ժողովրդին, թեև ինքը արդեն չի կարող, եւ փորձում է ինչ որ, չգիտես, ինչ զիջումներով հասնել խաղաղության, որը այսպիսի զիջումներով անհնար է հասնել Թուրքիայի, Ադրբեջանի հետ ցեղասպան գաղափարախոսություն ունեցող պետությունների հետ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։